Պարոն Վարդանյան, ձեր խոսքից տպավորություն ստացա, որ գուցե սուբյեկտիվ, որ Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծություն է։ Խնդրում եմ ասել, թե մեծությունների շարքում երկրորդ եւ երրորդ տեղերում ովքեր են։ Արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս ձեզ համար մեծություն է եւ հատկապես որտեղն է զբաղեցնում։ Նաեւ խոսեցիք Վրաստանի մասին եւ զուգահեռեցիք այսօրվա իրականության հետ։ Բիդինա Իվանիշվիլիին էիք ակնարկում իմ տպավորությամբ, արդյոք դուք Սամվել Կարապետյանին եւ Բիդինա Իվանիշվիլիին նույնացնում եք եւ Հայաստանում գուցե Սամվել Կարապետյանի միջոցով փորձվում է իրականացնել Բիդինա Իվանիշվիլի 2 օպերացիան, որի իրականացման շահառուներին էլ գիտենք եւ դրա արդյունքներին։ Կարծում եմ ականատես ենք եղել։ Եվ ինչ վերաբերում է ժամանակը սպառվել է, խնդրում եմ, էլի որ պատասխանը հասնեք։ Ես ընդհանրապես մի փոքրիկ մեջբերում անեմ նրա փաստաբանի 3 ֆակտորային տված մեկնաբանությունից։ Փաստաբանը ասել է, որ պարոն Կարապետյանը ընդհանրապես նպատակ է ունեցել հաշտեցնել եկեղեցուն եւ իշխանությանը։ Շնորհակալություն։ Լավ է դա ելեք տեսել։ Սամվել Կարապետյանը մեծություն է։ Բոլոր այն արժանապատիվ մարդիկ, հայ մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի հայության մասին եւ փորձում են օգտակար լինել, մեծություններ են։ Սամվել Կարապետյանը, բացի դրանից, ինձ շատ հարազատ ընտանիք է, գերդաստան է, արմատներ ունեցող գերդաստան եւ անարմատների հարձակումը արմատ ունեցողի վրա միշտ ապալվում է։ Այսպիսի բան կա, գիտեք, հայտնի խոսք է, ասում է, երբ որ չարը եւ բարին կռվում են, չարը հաղթում է, բայց երբ չարի կողքին կա նույնական ուժ եւ բարու կողքին կա նույնական ուժ, նույն ուժը, միշտ բարին հաղթում է։ Մենք նաեւ բարեկամներ ենք, այնպես որ Սամվել Կարապետյանը այո մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկն է։ Ինձ համար լավագույն զավակներ են տասնյակներով, հարյուրներով մարդիկ, օրինակ եթե դուք էլ այցելեք եւ խոնարհվեք իմ սենյակում մեծությունների առաջ, կտեսնեք։ Վրաստանի պարագայում նմանությունները այն է, որ եւ Իվանիշվիլին եւ Պարոն Կարապետյանը երկար ժամանակ չապրելով իրենց երկրում, աշխատելով եւ հեղինակություն ստեղծելով այլ տեղերում, իրենց ամբողջ նպաստը բերել են իրենց ժողովրդի իրենց երկրի համար, ներդրումներ են կատարել, աշխատատեղեր են ստեղծել հազարավոր եւ բնականաբար իրենց միակ նպատակը իրենց պետության, իրենց երկրի զարգացումն է։ Ձեր ենթադրություններն են, ոչինչ չեմ կարող դրան ավելացնել, բայց նմանությունները տեսնում եք, դուք ինքներդ վստահ եմ։ Եվ վերջին մի դիտարկում էլ արեցիք, որ հա, փաստաբանի խոսքը դուք լսել եք եւ Սամվել Կարապետյանի խոսքը առաջի օրը եղել է ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ում վախերը, որ մասի վախերը, դրանից ինչ հետևություն եւ ինչ հիստերիայի մեջ են ընկել, մենք ականատես ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։